Իրանք էլ հո գիտեն, պատկերացնում եք մի հատ ընդդիմադիր սեգմենտ կա, որ առավոտի ցիրիկուն ասում են Քոչարյանի թիմը չի անցնում, բայց առավոտի ցիրիկում մեր մասին են խոսում։ Բա որ չենք անցնում, ինչի ժամանակ ծախսում մեր վրա։ Կարող է Օրինակ Ֆարմանյանը ստատուս էր գրել Հոիդային ցենց ընկերաբար հորդորելով, որ քանի ուժ չի, նայեք զգուշացնում ենք արտախորհրդարանական ուժ եք դառնալու, Քոչարյանը ձեզ այդ ճանապարհով է տանում, մի տրվեք էլի դրան։ Հիմա այդ խորհրդի կարգով էսպես զգուշացումներ են։ Ես ասած Ֆարմանյանին չեմ հետևում, չեմ կարդացել ինչ է ասում, բայց դուք ում նկատի ունեիք, որ ՀՀԿ-ի տասոշիկները ասում եք ՀՊ-ի աջակիցներն են, օգնում են ՀՊ-ին, այդպիսի ելույթ էիք ունենա։ Հա, դե ես հաստատ իրանց նկատի չունեի։ Դե հա, հասկանալի է, որ իրենց չէ, բայց ում նկատի ունեիք։ Բայց այդ համատեքստում պետք է ասել, որ այդ մարդիկ եթե շատ անհանգստացած են, միգուցե ընտրական process-ներում կոնկրետ դերակատարություն ստանձնեն եւ ոչ թե ստանձնեն դերակատարություն գործող անդիմադիր դաշտին ուղղակի հարվածելու համար պարակտում մտցնելու։ Միգուցե ուղղակի դերակատարում ստանձնեն ու հասկանան, թե իրենք ինչքան կարող են ներդրում ունենալ, իրենք ինչքան ձայն կարող են ստանալ։ Ես չգիտեմ, անկեղծ ասած չեմ հետևել կոնկրետ Սամվել Ֆարմանյանի մասին խոսեցիք, ընդհանրապես չեմ կարդացել ինքը ինչ ա գրում, բայց քանի որ ընդհանուր այդ դաշտում գիտեմ ինչ մթնոլորտ է։ Իսկ տասոշիկների մասին ձեզ համար նորություն է։ Նորություն է, բանը տարբեր համայնքներ գնում ես, ովքեր ժամանակին հանրապետականների բուկլետները ձեռապտտվում էին, որտեղ այդ երկար տարիներ հանրապետական իշխանությունը զուտ այդ պատճառով եմ ասում, കാരണം հանրապետական չասեմ, կասեմ նախորդ իշխանության համար բուկլետներ էին բաժանում, հիմա շատ հանգիստ իշխանափոխությունից հետո այդ մարդիկ հանգիստ դարձան գործող իշխանությունների սատարողներ, այսինքն կամ նմանատիպ մարդկանց սեգմենտ, էլի եմ ասում, հիմա այդպես է ստացվում, հիմա այդպես է ստացվել։ Ու այդ մարդկանց ես չեմ էլ համարում տենց հանրապետականն Աշոտյանը, Շարմազանովը, Հայկ Մամիջանյան, Տիգրան Աննան, հա, ովքեր գաղափարական այդ թիմի հետ են։ Մնացածը ով այդ պայն իշխանությունը, վաղ իշխանությունը փոխվի, էլի գնալ են փորձել են տեղավորվել մյուս իշխանության դաշտում։ Այդ մարդկանց մասին է հիմնական խոսքը։ Չնայած կարկառուն հանրապետականներ կային, ովքեր բնակ սենց փոխվեցին դեպի ՔՊ, դրանց մասին հիմա պաշտոններ ունեն այս իշխանություններով։ Պաշտոններ ունեն, այսինքն տարբեր հիմա ՀՀԿ-ի մեղքը այդտեղ ո՞րն է ուզում հասկանալ այդտեղ նկատի ունեք որտեղ իմ խոսքի մեջ ՀՀԿ-ի, հա, էլի։ Չէ, իմ շեշտադրումը Իսկն ուզում եք ասեք հանրապետականները տենց ԿՊ-ին քիփ են, բան եք ուզում ասել։ Տեսեք, շեշտադրումը գիտեք։ Սերժ Նավերե Նիկոլինի շարունակությունն է։ Շեշտադրումը հետևյալն է։ Քննադատությունը իմ նկատմամբ սովորաբար երբ որ ինձ բան չեն ունենում ասելու իմ կոնկրետ փաստարկված քննադատությանը սովորաբար ասում են այ դու 18 թվականի մեզ հետ էիր հիմա գնացել ես Քոչարյանի հետ ես կռիվ տալիս մենք դավաճանություն շատ ծանր ենք տանում ասած Ռուբինյանը ես բնականաբար ասի որ դավաճաններն իրանք են իրենց ամբողջ խմբող մի ամբողջ հայրենիք կործանելու համար